Մենք եկել ենք Target հատուկ շոկոլադ գնելու համար։ Այս բաժակները շատ եմ սիրում։ Հայաստանում տեսականին շատ էր հիշում եմ։ Հատը $8 է։ Արի դա։ Միայն վերջացած չլինի։ Ոչ է հեսա։ Այս դրանք ժողովուրդ, չեք պատկերացնի ինչքան համեղ էին, դրա համար հիմա երկու հատ կվերցնեմ և արժեին 6.99, $7, ինչ կա ուրիշ այստեղ հետաքրքիր, չնայած անցյալ անգամ նայել եմ, բայց դե կարող ամեն անգամ մի նոր բան բերեն, այս պլիտկաներից էի առաջ վերցնում, բայց հոգնում եմ անդադ նույնից, դրա համար փորձում եմ փոխել. Դավերն էլ են շատ համեղ, բայց ես միայն միլք չոկոլադն եմ սիրում, այս իրանք էլ են շատ համեղ։ Գնամ շոյերի մոտ ես։ Մենք Հալովինի փարթի ունենք, ընկերներով։ Պատկերացնում եք, այս շոյերից մեկը վերցնեմ, հագնեմ։ Չէ, եկեք ավելի հետաքրքիր տարբերակ ձեզ ցույց տամ։ Տեսնում եք, այս իրանք ամենահետաքրքիրն են, այս հոդոկը ամենալավն է։ Սա ինչ է, թակո, թակոներն է։ Օ, դոնատ էլ կա, նայեք ոնց է լինում։ Որը, բայց դա աղջիկա համար է, դա նայի այստեղ նկար կա, որ աղջիկը պիտի հագնի։ Յոգայի համար էլ է։ Չեմ կարծում։ Ամեն ինչ կա, ինչ հետաքրքիր է, սա ինչ է։ Ոնց էր սա կոչվում։ Գործիք կար է, որ նվագում էին։ Դա որն է։ Հա, սա ոնց, ոսենց պիտի հագնես։ Լավն է։ Մի հատ բարձր են նայեք։ Թվում է թե կանֆետի տուփ է, բայց փափուկ բարձր են։ Ինչքան սիրուն է սարքել, հլը նայեք, մեջը իբր կանֆետներ են։ Բայց շատ սիրուն է։ Տոպրակները։ Սրանք նայեք, $15 է մի հատը։ Հետաքրքիր է։ Մի րոպե, այստեղ ցեպ կա։ Հա, ցեպով է, բացվում է, մեջինները կարող ես հանել։ Տեսնես ինչ է մեջը։ Շատ սիրուն են։ Մենք ինչպես միշտ գալիս ենք, որ Starbucks-ից Դավիթի իր կեյք փափը, մեկ էլ կրուասանը վերցնի։ Պես ինչ է, փորձ։ Ես չեմ ուզում։ Ուզում ես փորձես Դավիթ։ Չէ, մեջը բայց կրեմ կա, չգիտեմ ինչ ալիս, բասի նայենք։ Pumpkin cream։ Չէ, Դավիթ, մենք դա չենք ուտի։ Ո՞նց։ Քաղցր է, բայց չէ շատ։ Thank you. Ժողովուրդ ողջույն,
Ես նույնիսկ մեքենայից եմ ձեզ միացել, ինչ անեմ, որտեվ տեղ եմ գնում, ձեզ էլ ինձ հետ տանում եմ։ Մեզ մոտ հիանալի եղանակ է, ուրեմն 2 օր առաջ անձրևեց, եղանակը բավականին սառեց, պատկերացրեք մտածում էի վերջ, արդեն խորը աշուն է գնալու, բայց չէ, այսօր նորից տաք է, արևոտ է, անգամ վառվում եմ, ես մրսածների շարքից եմ երկարաթև հագա, բայց զգում եմ, որ շոկ է, բայց ավելի լավ է շոկ լինի, քան ցուրտ, որովհետև մենք այս 2 օրվա ընթացքում բոլորս մեր վրա զգացինք, թե ինչա ցուրտը ու մեր առողջականի վրա էլ զգացինք, այդպես։ Ուր եմ գնում։ Ուրեմն մեզ մոտ ասեցի, չէ, որ Հալոուինի փարթիներ է լինելու, եւ մենք ունենք ընկերներով եւ Դավիթ ենք դպրոցում ունեն։ Ինձ համար գնում եմ փորձեմ շոր գտնել, որովհետեւ Amazon-ում ինչքան էլ նայեցի, բոլորը մեծ են, extra small չեմ կարողանում գտնել, դեռ կարծում եմ, որ ոչ թե միայն extra small, այլ պիտի լինի extra small։ Մեզ մոտ Հոլիվուդում մի խանութ կա, ուզում եմ գնալ այնտեղ։ Տեսնեմ։ Հետաքրքիր խանութ է, երբեք չեմ մտել, միայն ապակիներից եմ տեսել, պատուհաններից, վիտրինայից եմ տեսել, բայց անցյալ անգամ գնացինք ես ու ամուսինս, իհարկե դե Դավիթն էլ մեզ հետ։ Ու հենց գնացինք ժամը 6-ն էր, ասացին, որ փակվում է, զարմացանք։ Դրա համար հիմա փորձում եմ շուտ գնալ, բայց այս անգամ ձեզ հետ։ Այդպես գնանք, տեսնենք ինչ կա։ Եթե չգտնեմ, երեկոյան էլի տեղ պիտի գնամ։ Տարգետում նայեցի, ինձ համար ընդհանրապես համապատասխան բան չկար։ Այստեղ չգիտեմ։ Դե լավ, գնանք։ Ուրեմն ժողովուրդ, Տարգետ, մի հատ ուղեմ ձեզ, այսպես, չգիտեմ, հիմա քշելու ժամանակ կարող է թափ տա։ Դրա համար աշխատում եմ շատ քշելու ժամանակ չխոսեմ, որ թափ չտա, դուք էլ հանկարծ չնեղվեք։ Լավա, կարող եմ խոսել։ Ուրեմն Տարգետ հատուկ գնացել էի, որպեսզի շոկոլադներ գնեի։ Եվ ինչ շոկոլադներ տեսակ Դուբայի։ Այս ինչ ձայն է։ Այստեղ եկեղեցի կա։ Ու եկեղեցու ձայնն է, զգում եք ինչ երաժշտություն է միացված։ Միկրոֆոնս չեմ միացրել, հիմա ինչքան կողմնակի ձայներ կա, դուք հաստատ կլսեք։ Սովորաբար միկրոֆոնը, որ միացված է լինում, կողմնակի ձայները չի լսվում։ Հա, ինչ էի ասում։ Ուրեմն ամենալավ պատուհանս բարձրացնեմ մի հատ։ Ուրեմն ամենահամեղ Դուբայի շոկոլադները, որ ես կերել եմ, եղել է դա, որ Տարգետից եմ վերցրել։ Եվ հիշում եք, որ շոկոլադներ էի գովազդում։ Դե գովազդել չէր, ներկայացնում էի, շատ համեղ շոկոլադներ էին, Լե Մոնժեի շոկոլադների սրահից, որ վերցրել էի, դրանք էին։ Կարելի ասել նույն շոկոլադներն էին։ Տեսնում եք ոնց է թափ տալիս։ Ժողովուրդ հասել ենք, իջեք։ Պատկերացնում եք մեկ այս հագուստով։ Բայց ինչ ահավոր են, ահավոր։ Աշի $20։
Ժողովուրդ, այնքան տեսականի կա, մոլորվել եմ։ Ժամանակ էլ այդքան չունեմ, Դավիթին պիտի վերցնեմ, բայց տեսականին շատ է։ Սա երեխեքի բաժինն է։ Ահա որ մեծ խանութ է ու տեսականին բազմազան։ Այստեղ էլ կա այս պիցայից։ Սա տարգետում $30 էր, եկեք տեսնենք այստեղ ինչքան է։ Երևում է գինը։ Օ, 38.99, չէ 39.99։ Okay, cool. Նայեք ժողովուրդ, գիտեք ինչ է, որ կպցնում են մաշկին թվում է, թե վնասված է, քերձված է, վիրավորված է։ Տեսնում եք ինչեր կան։ Ժողովուրդ տեսականին վերջներ, բայց ժամանակ պիտի ունենաս, որ այդքանը մանրակրկիտ նայես ու հարցնես իմ չափսով ունեն, թե չունեն։ Պիտի նաև բացեի, փորձեի, հետ չեն վերցնում ոչ մի գնված ապրանք։ Երևի Դավիթի հետ գամ, որ հանգիստ նայեմ, փորձեմ։ Ամեն դեպքում հետաքրքիր բաներ շատ կար, արժեր հաթաթ նայել։ Գնում եմ Դավիթին վերցնելու, արդեն ուշանում եմ, 2 րոպեա ուշացել եմ։ Գնալու եմ հեսա ասի, մամա ինչի ես ուշացել, դե արի ասա մաման ուր էր։ Թարսի պես թրաֆիկա։ Ինչ է եղել վերտալյոտները պտտվում են հենց այստեղ, մեր գլխի վերևում, մեր, ոչ թե իմ։ Ինչքան ուշանում ես, այդքան թարս է, չէ, միշտ խցանում է լինում։ Չնայած, որ այսպիսի բան մեզ մոտ շատ հազվադեպ է պատահում։ Հիմա գնանք Դավիթի ռեակցիան տեսնենք։ Օ, նոր հիշեցի։ Այն փողոցի վրա, որ հիմա պիտի թեքվեմ աջ, այնտեղ, ինչքան գիտեմ, մի գիծը փակ էր, առավոտյան եմ նկատել, որ Դավիթին դասի էի բերում։ Դրա համար հիմա այստեղից հենց թեքվելը դեպի աջ խցանված է։ Բայց ո՞նց գնանք։ Եթե միջև հիմա չեն զանգել, նշանակում է դեռ Դավիթը դուրս չի եկել։ Թե չէ որ Դավիթը դուրս գա տեսնի ես չկամ, հաստատ ուսուցչանոցից ինձ կզանգեն, իրենց օֆիսից ավելի շուտ, այստեղ ուսուցչանոց չեն ասում, ասում են օֆիս։ Լավ բրծա, Դավիթը չջղանյացավ, Դավիթ չէ իրան հանգստացել, ասմա ինչի մամա, ուրախ դիմավորեց, բախտս բերեց, հեշտ բրծանք,
Սիրուն բան է նկարել, ինձ համար, թե քեզ համար կյանք։ Երկուսիս համար, բա։ Հիշում եք ժողովուրդ, որ ասում էի թրաֆիկ կա այն կողմում։ Այդպես էլ կար, այնտեղ նշան էր դրված, որ ճանապարհը նեղանում է, որովհետև աշխատանքներ են կատարում։ Ինչ են բայց անում։ Չգիտեմ Դավթ ջան, ինչ են անում։ Քանի որ Դավիթի կոկորդը մի փոքր ցավում էր, մենք մտանք խանութ, Դավիթին կոլա վերցրեցինք։ Ասել եմ, քանի որ դու հիվանդ ես, Դավիթ ջան, քեզ կարելի է։ Լսել եմ, որ կոլան օգնում է կոկորդի ցավին, կոկորդին։ Հա, որտեվ գազ է։ Կարծում ես գազն է օգնում, Դավիթ ջան։ Չգիտեմ ինչն է օգնում, բայց օգնում է։ Միշտ ուզում եմ ձեզ ցույց տալ մեր այստեղի պարկած միլիցիաները ինչպես են սարքած։ Օրինակ Հայաստանինն եմ շատ լավ հիշում, որ մի հատ բարակ գիծ էր, որ մեքենան հենց գնում բախվում էր, միանգամից թռնում էր։ Իսկ հիմա այստեղ նայեք։ Տեսնում եք ինչքան հարթ է սարքած։ Որ հանգիստ բարձրանում ես ու իջնում ես։ Դավիթ, ես քո նստարանի ձայնն է, գիտես չէ։ Վերջ Դավ ջան, իջնենք, տեսնենք հետո ինչ ենք անում։ Վերջապես ես եկա ժողովուրդ իմ սուրճով։ Իհարկե սա այն սուրճը չի, որ ես սիրում եմ։ Ես գիտեք Փարիզյանն եմ շատ սիրում, բայց կեսը Փարիզյանն է, որտեղ մի փոքր էր տակը մնացել, իսկ այն մյուսը Կոլումբիա, այստեղի, բայց միայն բաց տեսակն եմ ես վերցնում հյուրերի համար։ Այդպես Ժողովուրդ, ուզում էի միկրոֆոնս գտնել, ամրացնել, բայց այդ միկրոֆոնի այն հատվածը, որը ամրանում է հեռախոսին, այդպես էլ չգտա։ Հիմա ստիպված բարձր պիտի խոսեմ, որ դուք ինձ կարողանաք լսել, թե չէ հնարավոր չի ինձ լսել, եթե ես հանգիստ տոնով խոսեմ, ոնց որ միկրոֆոնն եմ միացնում, կարծում եմ իմ ձայնը հասանելի չի լինի։ Ինչևէ, մի հատ սուրճս խմեմ։ Փարիզյանից հետո շատ դժվար է խմել այլ սուրճեր։ Կանֆետներից ժողովուրդ այդ Target-ի կանֆետը, որ ասում էի, շատ համեղ էր։ Իրականում այդ Դուբայի շոկոլադը, որ այսքան ժամանակ ես կերել եմ ու հավանել եմ, դա եղել է Target-ինը, այս վերջում որ գնել էինք, եւ Le Monge շոկոլադների խանութ սրահը, որ ասում էի, ձեզ ներկայացնում էի։ Երևի թե պիտի այնտեղ գնամ, որովհետեւ երկու անգամ ես Target-ից գնել եմ, այն մտքով, որ ձեզ հետ կկիսվեմ, առաջին անգամ երբ բերեցինք, 1 տուփ էինք վերցրել, ասեմ, որ մեջն էլ շատ քիչ է, երևի մի 7-8 հատ։ Մի խոսքով առավոտյան էլ չկար, որ սուրճից հետ խմեի, իսկ երկրորդ անգամ, որ արդեն նկարել եմ, ձեզ համար 2 տուփ չէ վերցրեցի։ Նորից մինչև հասավ նկարելը, չկա։ Անցյալ անգամ ամուսինս Սառնյանը բացել է, ասում է լուսուր այն 2 տուփ շոկոլադները, որ կար։ Ասում եմ, ոնց ջան, չկա, կերել ենք արդեն։ Թվում է թե տուփ է, մեջը պետքա բավականին լինի, բայց իրականում դատարկ են։ Եվ մի 7-8 հատ, մյուս անգամ պիտի հաշվեմ։ Չգիտեմ, իսկ հիմա այս սրանով կխմենք, սա էլ վատը չի։ Ոնց նստեմ, այսպես նստեմ հանգիստ։ Ես օրինակ սիրում եմ պարբերաբար շոկոլադները փոխել, որտեղ ձանձրանում եմ։ Ոնց որ հիմա Դավիթը մենք եկանք տուն, տանը բլինչիկներ կային, մանթիներ կային, էլ ինչ կար, որ նա կուտեր, հա ձուկ, բայց նա չուզեց։ Պիլմենի էր ուզում, ինչը որ երկար չի ուտում, երբեմն հիշում է ու կարոտում է։ Ասացի, որ դա չունենք, պիտի գնանք խանութ։ Այս պահին հիմա ով է գնում խանութ, Դավ ջան։ Ու որոշեցի, որ իրեն փլավ սարքեմ, մակարոններ։ Մակարոն չէ, ռշտաներ։ Բայց ինչ ջարդված է, հա։ Ոչինչ, մի կերպ ուտենք։ Ուրեմն ես ու Դավիթը որոշեցինք, որ ես վաղը մենակ կգնամ։ Դավիթը ինձ հետ չի ուզում գա։
Իրականում երևի թե սա ավելի ճիշտ տարբերակ է, որտեղ խեղճ երեխուն ուր տանեմ հետս այնտեղ։ Ես պիտի գնամ, հագնեմ, փորձեմ։ Վերջում կերևա, ինչ ենք ընտրել։ Ձեզ հաստատ կնկարեմ, ցույց կտամ։ Բայց հիմա մի հատ ուզում եմ գնամ խանութ, որովհետև սուրճ չունեմ, հետո խառը կանաչիներ եմ ուզում գնել, շատ համեղ աղցան պատրաստելու համար, ավոկադոյով աղցանա եւ խառը կանաչիներով։ Այդպես, հիմա Դավիթին մնում է հանեմ տանից, որ գալիս է, հոգնած է լինում, հեռախոսը մի քիչ տալիս եմ, հանգստանում է, ու հետո չի ուզում տանից դուրս գալ։ Ինչ անեմ, պիտի գնանք։ Դորը, արջը։ Էս ինչ է։ Okay, ready for the surprise? Մախեց է։ Արя։ Իստված հետակ շարժվի։ Հետաքրքիր է համել այստեղի գները։ Հարի Փոթեր։ Հա, հետի։ Ասի նայեմ Դավիթ։ Օ, $80։ Բայց ինչի 80։ Մի հատ ինձ տեսնեմ ինչ հետաքրքիր բան կգտնեմ։ Բայց թեթև բան եմ ուզում։ Սա օրինակ ինձ համար կարծում եմ ծանր է։ Դա դրանից կար Ամազոնում։ Բայց ցուրտ լինելու մենք դրսում ենք նստելու, մեզ պետքա որ սապոկներով ինչ որ մի բան։ Ավելի շուտ ինձ է պետք սապոկներով ինչ որ բան։ Ոյ դու։ Մի հատ դին նորից արի, էլի խնդրում եմ։ Մի հատ դիր։ Ախ, Ցավացնում, հա։ քիթս։ Մի քիչ հանգիստ դիր։ Օ, ինչ վախեն դա դավա, օ, աչքերը դո։ Մի շարժիր մի րոպե։ Դո։ Եվ ինչ արժի դա։ Մի հատ տեսնենք գինը հետը։ Ապուշություն $30։ Զգուշ, զգուշ։ Ես շանեմ, ես շանեմ։ Սպասիր դա։ Ո՞նց ես հիհա։ Աչքերդ պետք է այստեղ լինի, ահա։ Ներքև, սա մեծերի համար է, դա քեզ հարմար չի։ Երբեք չեմ սիրել դրանք, երբեք։ Դիր տեսնենք։ Ոյ Դավիթ, ինչ ոտ։ Սպասի ճիշտ ես դնում, այսպես։ Մոշվի բան չեմ։ Չես տեսնում։ Համարյա։ Համարյա բան չես տեսնում։ Սա են կինոներից հիշում եք ժողովուրդ։ Ահա որ է, սա շատ սարսափելի կինո էր։ Բայսլո։
Կարմիրը տեսել ես։ Դա կարող ես հագնել։ Ինչ ահավոր է։ Այ Դավիթ։ Դու ինձ տեսնում ես։ Դեն Դավջան ուրախ ես։ Հա։ Այ Դավիթ։ Հələ տեսեք։ Դավիթն էլ սա ուզեց։ Հարի Փոթերա դառնալու այդ օրը։ Ժողովուրդ, բարի լույս, մեզ մոտ առավոտյան ժամը 10:30 է։ Ու ես գնում եմ մատներիս գույնը փոխելու երևում է։ Չնայած ափսոսում եմ, որովհետև 1 ամիս անցել է, բայց դեռ ոչ մի բան չի եղել, անգամ ձևը նույնությամբ պահպանվել է, ուղղությունը ոչ մի բան չի փոխվել, բայց դե որ պայմանավորվել եմ գնում եմ, բայց կարող էի պահել, որովհետև վաղը Հալոուինի փարթի ունենք ու ընտրել եմ կարմիր գույնի մեջ, սև ու կարմիր, կարող էի պահել, բայց որ պայմանավորվել եմ, էլ չեմ ուզում չեղարկել պայմանավորվածությունը, դրա համար գնում եմ։ Իրենց Instagram-ը կարող եմ թողնել, ովքեր որ ցանկանում են, կարող են գնալ, հետ պահեմ, որ լավ տեսնեք, որովհետև արևը չի թողնում, որ լավ երևա։ Ամեն դեպքում շատ գոհ եմ ես։ Այդպես հիմա գնում եմ մանիկյուրս փոխելու, հետո օրվա ընթացքը չգիտեմ ոնց կստացվի, Դավիթին պիտի վերցնեմ, մի խոսքով, հուսով եմ դուք էլ ինձ հետ։ Երեկվա թրաֆիկը հիշում եք, չէ՞։ Մեզ մոտ ասեմ, որ նման դեպքեր բացառությամբ է լինում, որովհետև մեզ մոտ հիմնականում ազատ է։ Բայց դա ինձ հիշեցրեց, որ ես Երևանում էի։ Իրականում ես Երևանում 1 օր, 1 ժամ չզգացի, որ պահն է, որ ժամն է ազատ։ Անընդհատ երթևեկությունը այդպես է, խցանված։ Մի անգամ երբ Կասկադում էինք տուն վերցրել այդ տարին, ու մենք պիտի գնայինք թատրոն, մենք մինչև Կասկադից հասանք թատրոն, Պարոնյանն էր, եթե չեմ սխալվում, կամ Սունդուկյանը, ինչևէ, լավա թատրոնը չվերջացավ, այդքան մենք մնացել էինք խցանման մեջ, Մաշտոց ու Պուշկին խաչմերուկում, ահավոր էր, բայց այստեղ այդպիսի խցանումներ չկան, օրվա յուրաքանչյուր պահ փողոցները ազատ են, հանգիստ են, կան ժամեր, որ ֆրիվեյում է թրաֆիկ, բայց այստեղ փողոցներում ավելի շատ հանգիստ է։ Ես հասա, տեսնենք որտեղ կարելի է կանգնել։ Ժողովուրդ, տեսնում եք մատներս ինչ գեղեցիկ է ստացվել։ Շատ եմ հավանում իրենց արած աշխատանքը։ Բացատրությունների բաժնում իրենց Instagram-ը կնշեմ, ովքեր ցանկանում են, կարող են օգտվել։
տեսնում եք ինչ վարդ եմ նվեր ստացել, սև։